Ընտրությունը լեգիտիմ կլիներ եւ մարդկանց վերել։ Ոչ, ընտրակաշառքներով իհարկե լեգիտիմ չէ։ Վրա բազմաթիվ մարդկանց հետ գրանցել հիմա ինչ։ Դե եթե գոնե մեկ դեպք կապացեն, հիմա հայտարարություններ են անում, բառադի հայտարարություն։ Երեք Փաշինյանը հայտարարում էր Ոչ մի։ Երեք Փաշինյանը ասում էր Ոչ մի։ դուք կարծում եք ձեր են արդարացրել բանին Գագիկ Ծառուկյանին, այն նույն ձև օրինակ վաղը որ ձեզ արդարացնեն կամ ձեր թիմակիցներին, դատավորները արդեն կաշկանդվելու են, ասեն կամ փող եք տվել որ արդարացրել են, կամ էլ չեն արդարացնի վախենալով Փաշինյանից։ Հիմա ինչ հույս ունեք դատական համակարգից այս դեպքում։ Ես հույս չունեմ։ Ամբողջությամբ ապօրինի քաղաքական որոշումներ են կայացվում։ Ինչի հույս, ոչ մի դեպք չկա, որ գոնե 1% կարելի ինչ-որ մեղ կապացնել։ Պարոն Կարապետյան, տպավորություն կա, որ դուք վաբանկ եք գնում, հիմա ոնց որ փակուղու առջև եք կանգնած եւ պետք է կտրուկ Մենք քայլերի։ վաբանկ գնայինք, հենց առաջի օրը ամենամեծ հնարավորությունը ունեինք վաբանկ գնալու, չգնացինք, որտեղ ուզում ենք օրինական ճանապարհով դա անենք։ Եվ մի բան էլ, Նարեկ Այդ կարամ մի հատ գաղտնիք ունենամ ես, այդ մեկը գաղտնիք է։ Ձեր թիմակիցների հետ հանդիպել եք, խոսել եք այս մասին։ Դե իրեն գիտեն։ Պարոն Կարապետյան, մի բան էլ։ Վերջո որ չստացվի կարող է ձեր գաղտնիքին դիմեք գնաք այդ ճանապարհով ինչ եք անելու Դա էլ է գաղտնիք բոլոր ձեր փորձերը Բայց մի հատ ոչ գաղտնի բան փորձենք հասկանալ Նարեկ Կարապետյան այն օրը լայվ էր արել եւ ասում է որ եթե գնանք խորհրդան եւ 8 հոգի է պակասում կպետ եթե 8 հոգուն համոզենք բերենք ընդդիմության դաշտ կկարողանանք իմպիչմենտ անել եւ այլն այսինքն սա այն կոպիտ ասած լոլոներն էր որ կարդում էին ընդդիմադիրները Հայաստան դաշինքը ասում էր Արամ Վարդապետյանից նախին որ ասում են հեսա իմպիչմենտ կանեք կներեք կարծում եք 8 հոգու գոնե կես կպատան կարող եք համոզել բերել ստոն մի վարքյան ընտրությունները Փաշինյանը չի ախտել իրենք էլ դա գիտեն մենք էլ դա գիտենք երևի ամբողջ աշխարհն էլ դա տեսնում է դրանից ելնելով կարվենք քայլեր Եթե ինքը վստահ է, որ հաղթել է, մենք առաջարկում ենք լեգիտիմացնենք այս ամենը։ Գնանք ճիշտ ճանապարհով, Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որպեսզի երկիրը զարգացնի։ Ոնց լեգիտիմացնեք, եթե գնանք երկրորդ տուր։ Այդքան մեծ տարբերությամբ ինչու պետք է համաձայնվի գնալ երկրորդ տուրը։ Որ լավ նայեք, տարբերությունը մեծ չի։ Իսկ երկրորդի վրա ինչ հույսեր ունեք, պարոն Կարապետյան։ Երկրորդ փուլը ինչ հույսեր ունեք, որ հենց արդար պիտի անցկացվի։ Երկրորդ փուլը 100% հույսեր չէ, երկրորդ փուլը հեշտ կլինի, որտեղ փոշիացնողները չեն լինելու, ինքը հիմա հնարավորություն չունեցավ ընտրվել ճիշտ ձևով։ Այսինքն, եթե ինքը վստահ է իր վրա, ուրեմն կգնանք երկրորդ փուլ։ Այս պաշտոնն 1.5 միլիոնն էլ չօգնեց ձեզ, որ ակնկալում եք այդքան մարդ մասնակցել։ Այ ամենա դարդը այնա, որ 1.5 միլիոնը օգնեց Փաշինյանին։ Այսինքն սխալ հաշվարկեք։ Այսինքն մեզ խապեցին այդ 1.5 միլիոնով։ Այ դա էր։ Փաշինյանը եւ իրեն օգնող ուժերը մեզ խապեցին։ Դրա համար մենք կգնանք մեր ճանապարհով Փաշինյանին հեռացնելու ճանապարհ։ Եկեք անկեղծ ասեք, ով էր ձեզ այդպես վստահեցել, որ դուք 100% կրել եք։ Այդ իսրայելցի քաղաքտեխնոլոգները, որոնց վրա դες միլիոնավոր դոլարներ կամ դրամներ վստահեցնել կարող է միայն ժողովուրդը։ Դուք տեսնում եք բոլոր մեր հանրահավաքներին դուք տեսնում եք, որ ամենակիչը 2 անգամ ավելի շատ մարդիկ էին հավաքվում, քան իրենց հանրահավաքներին։ Մի հարցում Վարդապետյանին չեք մեղադրում, չեք ասում։ Այսօր որոշել եմ Վարդապետյանին չմեղադրեմ։ Վարդապետյանը ամեն ինչ ճիշտ է արել միջև այսօր։ Բայց ձեզ քաղաքտեխնոլոգ